Ես սիրում եմ այս օրը։ Գիտեք, ընդհանրապես տոնը դա մի իրադարձություն է տեղի ունեցել աշխարհում, որը երբեք չի կրկնվում։ Հիսուս Քրիստոսի ծնունդը դա մի իրադարձություն էր, որը երբեք չի կրկնվել։ Հիսուս Քրիստոսի մահը եւ հարությունը դա մի իրադարձություն է, մի մեծ իրադարձություն, որը ոչ ոք չի կրկնել։ Եվ Սուրբ Հոգու գալուստը դա մի իրադարձություն է եկեղեցու համար, հավատացյալ մարդու համար։ Փառք Աստծուն։ Միտեղից եմ ուզում ձեզ հիշեցնել եւ սկսել իմ պատգամս։ Գործկարաքելոս 19:1-2-ում գրված է. Պողոսը վերի կողմերում շրջելուց հետո իջավ Եփեսոս եւ մի քանի աշակերտներ գտնելով նրանց հարցրեց. Երբ հավատացիք Սուրբ Հոգին ընդունեցիք, նրան պատասխանեցին. մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա։ Ուզում ձեզ այս հարցը տալ. դուք լսել եք, որ Սուրբ Հոգի կա։ Կան մարդիկ, ովքեր այստեղ առաջի անգամ են այսօր։ Խնդրեմ ձեր բարձրացնեք, ովքեր առաջի անգամ են։ Եկեք ողջունենք այս մարդկանց։ Տերը օրհնի ձեզ։ Բարի եք արել, որ եկել եք Տիրոջ տուն։ Ուրախ ենք ձեզ համար։ Դուք լսել եք, որ Սուրբ Հոգի կա։ Ես հիշում եմ առաջի անգամ, որ ես լսեցի Սուրբ Հոգու մասին, գնացել եմ տնային խմբակ։ Գնացինք տնային խմբակ, ծունկի եկանք ու աղոթք ենք անում, մեկ էլ կողքիս տղան անգլերեն լեզվով խոսում է։ Ոս ես տղեն ես ինչ լավ անգլերեն գիտի։ Վերջում մոտեցա ասում, ախպերս երևի անգլերենի մասնագետ ես։ Ասում, չէ, անգլերեն չգիտեմ։ Ասում, բայց ես նստած լսում էի, դու ոնց էիր խոսում։ Ասեց, էդի Սուրբ Հոգին էր։ Ասի, ոնց Սուրբ Հոգին էր։ Ասեց, հա, էդի Սուրբ Հոգին էր։ Ասեց, ինձի պարգև ա տվե։ Ասի, որ խնդրեմ ինձ էլ կտա։ Ասեց, հա։ Վայ, ասես ինչ հրաշագործ տեղ եմ ես եկել։ Գիտեք, հետո երբ որ ճանաչեցի Տիրոջը, երբ որ ճանաչեցի Սուրբ Հոգուն, ես հասկացա, որ իրա տված պարգևը վեր է ուղակի լեզուներ խոսալուց։ Փառք Տիրոջը։ Սիրելի հավատավոր քույր եւ եղբայր, այսօր մեզ համար մեծ տոն է հոգեգալուստի տոնը։ Դա տեղի ունեցավ Քրիստոսի հարությունից 50 օր հետո։ Հրեական Պենտեկոստեի օրը։ Դրա համար մենք հրեաների Պենտեկոստեն չենք նշում, այլ Սուրբ Հոգու էջքը։ Ուզում եմ ձեզ մի փոքր այդ Պենտեկոստեի տոնի մասին ասել հրեաների, որպեսզի մենք պատկերացնենք ինչ տոն էր։ Դա Պենտեկոստ է, դա հունարեն անունն է այդ տոնի, Պենտեկոստը նշանակում է 50-րդ օր, բայց իրական տոնի անունը հետաքրքիր է, որ երկու իրադարձություն է տեղի ունեցել հրեաների մոտ եւ երկուսն էլ նրանք հիշատակել են այդ օրը եւ կատարել են։ Առաջինը կոչվել է Հագ Շավուտ, որը նշանակել է շաբաթների տոն։ Նրանք հիշել են այս օրը, երբ որ Փեսախի տոնակատը, երբ որ Փեսախի գիշերը տեղի ունեցավ Եգիպտոսում, նրանից 50 օր հետո նրանք Սինայի տակ ստացան օրենքները։ Եվ այս շաբաթների տոնը նրանք հիշատակում են այն օրենքի, այն Թորայի տոնը, որը տրվել է իրանց որպես օրենք։ Եվ երկրորդը նկատեցի, որ նրանք նշում են 50-րդ օրը Հագ հա Բաքարիմ, այսինքն ընծաների, առաջի ընծաների տոնն են նրանք նշում։ 50-րդ օրը արդեն Փեսախի տոնակատարությունից հետո նրանք առաջի ընծաների տոնն են նշում։ Բայց մենք այսօր ոչ առաջի ընծաների տոնն ենք նշում, ոչ էլ նշում ենք օրենքի Թորայի տոնը, որը ունեցան իրանք Փեսախից հետո։ Մենք այսօր նշում ենք հոգեգալուստի տոնը, որովհետև հոգին իջավ եկեղեցու։ Երբ աշակերտները համբարձումից հետո
10 օրեր միաբան աղոթում էին սպասելով Հիսուսի խոստմունքին, Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, երևույթը կրակի լեզուներով էր եւ օտար լեզուների պարգևով։ Դրա մասին վկայում է Գործք առաքելոց 2-րդ գլուխը։ Եվ գրված է, որ այդ օրը 3000 հոգի միացան եկեղեցուն։ Արդեն եկեղեցին կար եւ 3000 հոգի միացան եկեղեցուն։ Սիրելի բարեկամներ, Սուրբ Հոգու էջքը ամենամեծ ու պատվական խոստումներից մեկն է, առանց որի չեն կարող աստվածային բնությանը հաղորդ լինել։ Եթե Սուրբ Հոգին չգա մեր կյանքի մեջ, մենք աստվածային բնությանը հաղորդ չեն կարող լինել։ Սուրբ Հոգին է դա ապահովողը մեր կյանքի մեջ։ Այսօր մի քանի հարցերի պատասխան պիտի նայենք միասին եւ ավելի աղոթքի ու երկրպագության մեջ լինենք։ Ոմանք կարծում են, որ Հոգին է կազմավորել եկեղեցին, բայց դա այդպես չէ։ Որովհետև Հիսուսն ասեց. ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չեն հաղթելու։ Հիսուսը իր հարսին ստացավ իր արյունով, դա գրված է Գործք առաքելոց 20:28-ում։ Եվ Աստված տեսուչներ դրեց, որպիսի արածացնեք Աստծո եկեղեցին, որ իր արյունով ստացավ։ Հիսուսը իր արյունով ստացավ եկեղեցին, գնեց ժողովուրդը, կազմավորեց ժողովուրդը եւ իր թանկ ժողովրդին վստահեց երրորդության երրորդ անձին, որին մենք ճանաչում ենք Սուրբ Հոգի անունով։ Փառք Հիսուսին։ Ինչ հարցեր այսօր, ինչ հարցերի պատասխան պիտի մենք իրար հետ միասին նայենք։ Ինչու Սուրբ Հոգին եւ ոչ թե Հիսուսը։ Շարունակեց գործը։ Ինչ տվեց եկեղեցուն հոգեգալուստը։ Եվ արդյոք արդիական է մեր օրերում այն ինչ տեղի է ունեցել առաքյալների ժամանակ։ Քանի որ Հիսուս մարդը չէր կարող միևնույն ժամանակ լինել երկրի տարբեր տեղերում, քանի որ այն ինչ իրեն հանձնարարված էր եւ վստահված նա կատարեց փայլուն, խաչի գործով վերջակետ դրեց ադամական մեղքին եւ փրկություն ապահովեց մարդկանց համար։ Հիսուսի համբարձվելուց հետո Աստծո հիանալի ծրագրով եկեղեցու առաջնորդությունը վստահվեց Սուրբ Հոգում։ Ես ձեզ մի բան ասեմ, սիրելիներ, եթե Հիսուսը վստահել է Սուրբ Հոգուն իր հարսի ճակատագիրը, եթե Հիսուսը վստահել է Սուրբ Հոգուն եկեղեցու ընթացքը միջև երկինք, ուրեմն նշանակում է Սուրբ Հոգին։ Մենք պիտի ճանաչենք իրան, մենք պիտի իմանանք իրան ով է։ Ու ասեմ ձեզ, եթե Հիսուսը չհայտներ մեզ Սուրբ Հոգու մասին, չպատմեր մեզ Սուրբ Հոգու մասին, մենք այդքան պատկերացում չէինք ունենա ով է Սուրբ Հոգին։ Բայց Հիսուսը գնալուց առաջ իր աշակերտներին պատմում էր, ու ասեմ ձեզ, Հիսուսը հիացմունքով էր նկարագրում Սուրբ Հոգուն։ Եթե Հիսուսը չբացահայտեր, ոչ մեկը չէր ճանաչի եւ ընդունի նրան։ Հիսուսի հեղինակավոր վկայությունը հոգու մասին աշակերտներին համոզմունք տվեց սպասելու նրա գալստյանը։ Այդ որ ասում է կաղաչեմ հորը, ուրիշ մխիթարիչ կտա, այսօր կարդացին այդ խոսքը։ Այդ աղաչել բառը ցույց է տալիս հոգու կարևորությունը։ Ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է նա մեզ համար այսօր եկեղեցու համար։ Հիսուս մարդը փորձարաբար ապրել է Սուրբ Հոգու մտերմությունը, նրա օծությունը, առաջնորդությունը, ծնունդից սկսած, մկրտությունով, անապատի փորձության մեջ, գերեզմանից հարություն առնելը, որը տեղի ունեցավ Սուրբ Հոգու միջոցով։ Պատկերացնում եք, Հիսուս մարդը երկրի վրա, ինքը մասնակից էր Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին իմ վրաս է, ինձ օծել է, որ ես այս բաներն անեմ։
Եվ ինքը իր աշակերտներին իր ծառայության ընթացքում նկարագրում էր Սուրբ Հոգու մասին։ Նկարագրում էր, թե ինչպիսին է նա, որ նրան հայոյողը չի կարող անպատիժ մնալ եւ ասում է չի ներվի նրա արած մեղքը ոչ այս աշխարհում, ոչ էլ մյուս աշխարհում։ Տեսեք, ինչ գերազանցությունով էր Հիսուսը նկարագրում Սուրբ Հոգու անձին։ Եթե Հիսուսի գալուստը եղավ մարդկության փրկության համար, ապա Սուրբ Հոգու գալուստը հավատացյալ ժողովրդին սպառազինելու, զորացնելու, հոգևորապես կրթելու եւ երկինք հասցնելու համար։ Իմ քույրեր եւ եղբայրներ, մեզ երկինք տուն հասցնողը Սուրբ Հոգին է լինելու։ Ուրեմն նշանակում է մեր մտերմությունը նրա հետ պիտի շատացնենք։ Իսկ նա ով որ չի ճանաչում, այսօր ասի ես քեզ ուզում եմ ճանաչել։ Եթե դու ինձ պիտի հասցնես երկինք, ես ուզում եմ քեզ ճանաչել։ Ինչպես եղբայրս ասեց, եթե դու ես ինձ առաջնորդողը, եթե դու ես ինձ տանող այն տեղերով, որը ես չգիտեմ, ուրեմն ես քեզ ուզում եմ ճանաչել։ Պողոս առաքյալը Հռոմեացիների մեջ ասում է, նրանք են Աստծո որդիներ, ովքեր հոգով են առաջնորդվում։ Այո, նրանք ովքեր Սուրբ Հոգով են առաջնորդվում, նրանք են որդիները։ Փառք Աստծուն։ Եկեք իրար հետ պատկերացնենք Հիսուսի աշակերտներին, ինչքան էին տրտմել, երբ իմացան, որ իրենց վարդապետը պիտի հեռանա, բարձրանա երկինք հոր մոտ, որտեղից եկել էր։ Այնքան էին տրտմել, այնքան էին հուզվել, ասում էին, բա ինչ ա լինելու մեր վերջը։ Եվ այս տրտմության մեջ Հիսուս ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, ավելի լավ է, որ ես գնամ։ Որտեվ եթե ես չգնամ, մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ Հիսուսը պատվով է խոսում մխիթարիչի մասին, ես կասեի գերազանցություն տալով։ Այո, եղբայրս կարդաց, որ նա կգա եւ մեզ կառաջնորդի ճշմարտության հոգին, աշխարհը չի տեսնում, չի ճանաչում, բայց նա մեզ հետ է լինելու եւ շարունակության մեջ ասում է նա մեր մեջ է լինելու։ Այո, 18 խոսքն ասում է 14-ի Հովանես, ես ձեզ որբ չեմ թողնի։ Փառք Տիրոջը։ Գիտեք, որ Սուրբ Հոգին կարևոր գործառույթ ունի հավատացյալի կյանքում։ Եթե դա Սուրբ Հոգին չանի, մեր կյանքի մեջ դա չի իրականանա։ Մարդիկ կարող են գալ եկեղեցի, այդպես էլ գնալ չփոխված։ Եթե մարդը թույլ չտվեց, որպիսի Աստծո Հոգին գործի իր կյանքի մեջ, մարդը չոր գալու է ու չոր գնալու է։ Մարդը կարող է տարիներով գա եկեղեցի ու այդպես էլ չփոխվի այդ մարդը։ Մենք պիտի թույլ տանք Սուրբ Հոգուն, որ նա գործի մեր կյանքի մեջ։ Երբ մենք ընդունում ենք Հիսուսին, Սուրբ Հոգին գալիս է մեր կյանք եւ սկսում աշխատել մեզ հետ։ Ուրեմն տեսեք, պայմանը Սուրբ Հոգու աշխատելու մեր կյանքի մեջ Հիսուսին ընդունելն է։ Դրա համար մենք այստեղից ասում ենք նրանց, ովքեր առաջի անգամ են գալիս, ասում ենք, եկեք այստեղ եւ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեք։ Ինչու ենք ասում Տեր ու Փրկիչ ընդունեք, որտեվ երբ որ մարդը բարձրաձայն իր ձայնով կամովի ասում է Հիսուս, ես քեզ ընդունում եմ Տեր ու Փրկիչ, դա հնարավորություն է, թույլատվություն է, որպեսզի Սուրբ Հոգին գա այդ մարդու կյանքի մեջ։ Հիմա հասկանում եք ինչքան կարևոր է, որպեսզի մարդ արարածը դավանի, ընդունի, հավատքով ասի Հիսուս, ես քեզ ընդունում եմ որպես Տեր ու Փրկիչ։ Դու գիտեք, որ մենք վերստին ծնվում ենք Սուրբ Հոգու միջոցով Հիսուսին Տեր խոստովանելով։ Նա Քրիստոսի խոսքը հասցնում է մեր հոգուն։ Լսելով նրա ձայնը բացում ենք մեր սրտի դռները եւ առաջանում է հավատք։ Ո՞նց առաջանում հավատք։ Երբ որ մենք լսում ենք նրա խոսքը, բացում ենք սրտի դռները մեր,
Սուրբ Հոգին այդ խոսքը սերմի նման մցնում է մեր ներսը եւ գրած է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Փառք Տիրոջը։ Իսկ ովքեր իրենց սիրտը փակում են Սուրբ Հոգու ձայնին, այդպես էլ մնում են հեռու Աստծո կյանքից եւ փրկությունից։ Դրա համար Եբրայեցիների հեղինակն ասում է. եթե նրա ձայնը լսեք, մի խստացրեք ձեր սրտերը։ Ինչքան մարդիկ ենք մենք տեսել, ովքեր հիմա sense նստել լսել են, մեկը հելել են, ճպսրել են, թողի գնացել են։ Հելել են sense բանելով վրթովված թողի գնացել են։ Այդ մարդիկ խստացրել են իրանց սիրտը Աստծո ձայնի առջև։ Աստված այսօր իր ծառաներին օգտագործում է փրկության ավետարանի լուրը հասցնելու քեզ։ Մի խստասրա քո սիրտը, մի անտարբեր եղիր։ Բացիր քո սիրտը նրա առաջ, թեկուզ շատ բան չես հասկանում, բայց ասա Տեր, ես ուզում եմ հավատալ, ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ գործի իմ կյանքի մեջ։ Եվ դու կտեսնես այդ հրաշքը, որը տեղի կունենա քո կյանքի մեջ։ Ես վկայում եմ իմ կյանքի մեջ այդ հրաշքը տեղի է ունեցել։ Նա եկել է իմ կյանքի մեջ եւ փոխել է ամբողջովին իմ կյանքը։ Փառք ես Տեր։ Մի կարևոր իրադարձություն է տեղի ունենում, Սուրբ Հոգին մեզ տեղադրում է Քրիստոսի մարմնի մեջ։ Ես ուզում եմ, որ սա խորը մենք գիտակցություն ունենանք սերներ։ Քրիստոս գլուխն է, եկեղեցին մարմինն է։ Եկեղեցին իր ընտանիքն է։ Եվ երբ որ ես ընդունում ու հավատում եմ Հիսուս Քրիստոսին, երբ որ ես իմ սիրտը բացում եմ Սուրբ Հոգու առաջ, դու գիտեք ինչա տեղի ունենում։ Սուրբ Հոգին ինձ վերցնում է եւ տեղադրում է Քրիստոսի մարմնի մեջ։ Ես դառնում եմ նրա մարմնի անդամը։ Ես դառնում եմ նրա ժողովրդի մի անդամը։ Ես դառնում եմ նրա զորքից։ Ես դառնում եմ նրա հոտից։ Ես դառնում եմ նրա հարսից։ Կարևոր է սա թե ոչ։ Շատ կարևոր է սելիներ։ Որովհետև ոչ թե ես եմ ընտրում, այլ ինքն է ինձ ընտրում ու դնում։ Առաջի Կորինթացիներ 12-րդ գլուխ 11 խոսքից։ Բայց բոլորը հենց նույն հոգին է գործի դնում, ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։ Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, եւ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը, որտեղ մենք ամենքս մեկ հոգով մկրտվեցինք, մեկ մարմին լինելու համար, թե հրյաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ, ամենքս էլ մեկ հոգուց խմեցինք։ Հիմա տեսնում եք ինչքան կարևոր է հոգու էջքը երկրի վրա, որտև Սուրբ Հոգին է ապահովում ինձ վերցնելու ու դնելու Քրիստոսի մարմնի մեջ։ Փառք ես Տեր։ Սուրբ Հոգին դարձնում է մեզ ընտանիքի անդամ։ Նա մեզ հայտնի է դարձնում Հիսուսին, ցույց տալով ինձ իմ մեղավոր վիճակը եւ նրա սրբությունը։ Իմ էության նողկալի վիճակը եւ նրա էության փառավոր մեծությունը եւ առաջնորդում այդ էությանը մասնակից, հաղորդակից դառնալու։ Սուրբ Հոգին հայելին պահում է իմ առաջ եւ ես տեսնում եմ իմ իրական էությունը։ Եվ զզվանք, հիասթափություն, ինչ կեղտոտ եմ, ինչ վատը, ով կազատի ինձ, ով կփոխի ինձ։ Ապրել ենք այս սերներ։ Ես անկեղծ ասեմ ապրել եմ։ Երբ որ Սուրբ Հոգին այդ հայլին դրեց իմ առաջ, ես այնպես էի լացում, ես այնպես էի հեկեկում, որովհետև ես տեսնում էի, որ այսքան տարիներ ես ապրել եմ Աստծուց հեռու, եւ այսքան տարիներ ես ապրել եմ մեղքի կյանքի մեջ, խավարի մեջ։ Եվ ես զգում էի իմ ներսս, որ ես արդարության, ուրախության, խաղաղության լույսի կարիք ունեմ։
Այո, երկնքի արքայությունը մեր մեջ բերողը Սուրբ Հոգին է։ Հռոմեացիների մեջ ասվում է. երկնքի արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Փառք ես, Տեր, փառք ես, շնորհակալ եմ։ Եվ այդ ժամանակ սկսվում է աշխարհի վրա եղած ամենահրաշալի արարչագործությունը՝ նոր մարդու արարումը։ Ինչպես Ռուբիկ եղբայրն ասում, 8-րդ օրվա արարումը։ Սկսվում է մարդու կյանքի մեջ նոր մարդու ձևավորումը։ Այո, փառք ես, Տեր, որ մեզ նոր մարդ ես դարձրել։ Հները անցել են մեր կյանքի մեջ եւ մենք նոր մարդ ենք դարձել։ Փառք ասում։ Սուրբ Հոգին է ապահովում կյանքը, հասցնելով ամեն մեկին պետք եղածը։ Ինչպես արյունն է մարմնի մեջ ապահովում կենսունակությունը, գիտեք չէ, եթե արյունը չհոսի մեր անդամների մեջ, մի հատ մատիտ մեջ արյուն չի գալիս ու սկսում է արդեն պտախտը։ Արյունը կարևոր է մարդու օրգանիզմի մեջ ու պատկերացրեք ամեն տարբեր օրգաններին նույն արյունն է ապահովում կենսունակությունը։ Ինչքան տարբեր է եղունգը, ինչքան տարբեր է լյարդը, ինչքան տարբեր է երիկամը, բայց բոլորին արյունն է ապահովում։ Նույնպես էլ սիրելիներ, Քրիստոսի մարմնի մեջ, Քրիստոսի եկեղեցում արյան դերը կատարում է Սուրբ Հոգին, բոլորիս ապահովելով այն կենսունակությունն ու կյանքը, ամեն մեկիս ինչ որ հարկավոր է։ Մենք տարբեր ենք բոլորս։ Տարբեր ենք, բայց Սուրբ Հոգին մեզ բոլորիս Հիսուսի կյանքն է փոխանցում։ Փառք ես, Տեր։ Ցավոք, շատերս այսօր ուշադիր չենք այն գործին, որ Սուրբ Հոգին անում է։ Եթե դու ընդունել ես Հիսուսին, ապա չես կարող որևէ եկեղեցու անդամ չլինել, քո մասնակցությունը չունենալ նրա մարմնի մեջ։ Հիմա այս խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր մտածում են, որ իրանք առանց եկեղեցու կարող են հասնել երկինք։ Նրանք, ովքեր ինձ են դիտում, նաև ձեզ եմ ուզում ասել. չկա այդպես բան, խաբում ես քեզ, դա սատանայի սուտն է։ Գիտեք ինչու, որովհետև Սուրբ Հոգին իջավ եկեղեցու մեջ։ Սուրբ Հոգին մարդու վերստին ծնունդով դնում է մարմնի մեջ, մարմնի անդամը դարձնելով։ Սուրբ Հոգին եկեղեցու մեջ է իր կենսունակությունը ապահովում ամեն մեկի համար։ Ու դու մտածում ես առանց եկեղեցու, անջատ եկեղեցուց դու կարող ես գոյատևել ու ապրել։ Սա բացառվում է, սիրելիներ։ Եթե մեկը այդպես է մտածում, ուրեմն ինքը չի հանդիպել Սուրբ Հոգուն։ Ուրեմն իր կյանքի մեջ դա տեղի չի ունեցել։ Կամ էլ գայթակղվելու մոլորվել է։ Կամ էլ, չգիտեմ, սատանային հաջողվել է նրան խաբելու եւ կտրելու Աստծո տնից ու ժողովրդից։ Ես ու դու այստեղ միայն կարող ենք զորանալ, այստեղ կարող ենք իրար հետ հաղորդակցվելով անդամներով իրար, կարող ենք նրա ներկայության մեջ գալով, իրար համար հոգ տանելով ու սիրելով, որովհետև ամեն մեկս Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Եվ Տերը դրել է այդպես մեզ. ինքն է կամեցե քո կողքինը քո կողքը նստի։ Հասկանում եք։ Ինքն է կամեցե։ Այսօր մենք չենք ընտրում, ինքն է կամեցե։ Եվ եթե ինքն է կամեցել, մեկ ընտանիքում երեխեք իրար հետ կռվում են, չէ՞։ Ասում են պուճուրին, որ մի քիչ խաբար բզիկ է, ասում են դու դուրդից եկար մեր ընտանի։ Որտեղից հայտնվեցիր դու։ Լսի, դուք չեք ընտրել։ Հայրն է կամեցել, որ ինքը այդ ընտանիքում լինի։ Ընդունի քո քրոջը, ընդունի քո աղբորը։ Ինչ իրավիճակի մեջ էլ ընդունի, որտեղ ինքը հորից է նշանակված այստեղ։ Սուրբ Հոգին է նրան դրել այստեղ։ Եվ ինչպես քո հետ աշխատանք տանում Սուրբ Հոգին, այնպես էլ նրա հետ է տանում։ Մի մտածի, որ դու չես ֆսֆսցնում, ինքը ֆսֆսցնում է, մի մտածի, որ դու ավելի լավն ես նրանից։
Չէ, քո ֆսֆսոցը արդեն կտրվել է։ Նրան հələ չի կտրվել, նրա հետ աշխատում է։ Դրա համար համբերենք իրար, երկայնամիտ լինենք իրար նկատմամբ սիրելիներ։ Ու ամենակարևորը ուրախանանք ու ցնծանք, որ իր մարմնի մեջ ենք մենք։ Ասեմ մի գաղտնիք, Հիսուսը գալու է իր մարմնի հետևից, իր հարսի հետևից, իր ժողովրդի հետևից։ Նա ով որ այդ ժողովրդի մեջ չի, ինքը մնալու է։ Ինչքան ուզում ես փափուկ բարձր դիր գլխի տակ, դու մնալու ես։ Ինչքան ուզում ես դու չգիտեմ ինչեր արա, դու մնալու ես, որտեվ դու ժողովրդի հետ մասնակցություն չունես, դու կապ չունես Քրիստոսի մարմնի մնացած անդամների հետ։ Իսկ եթե ընդունել ես նրան, բա ուր ես դու։ Որտեղ է քո ներդրումը այդ մարմնի մեջ։ Ինչ ես անում ընդհանրապես Քրիստոսի մարմնի մեջ, որն է քո գործը։ Եթե դու դեռ չգիտես ինչ ես անում Քրիստոսի մարմնի մեջ, ապա ես հավատում եմ, որ դու եթե նրան դիմես, եթե նրա առաջ գաս ու ասես Տեր, ես ինչ պիտի անեմ այս մարմնի մեջ, ինքը քեզ խոսա ու կհայտնի։ Ինքը քեզ կառաջնորդի, ինքը քեզ կմղի, որ դու իր մարմնի մեջ քո ներդրումը ունենաս, քո գործը ունենաս, քո շնորհքով ծառայես, այն շնորհքը, որ իրանից է տրված քեզ։ Աստված կամեցավ ժողովուրդ ունենալու երկրի վրա, հավատավոր ժողովուրդ, որպես օրգանիզմ, որոնք իրար համար թանկ եւ կարեւոր կլինեն։ Մենք կազմակերպություն չենք, ասեմ ձեզ ելներ, եկեղեցին կազմակերպություն չի, եկեղեցին Քրիստոսի օրգանիզմն է, Քրիստոսի մարմինն է։ Դրա համար մենք ճիշտ է, որպես կրոնական կազմակերպություն գրանցված ենք, բայց եկեղեցին ինքը ուղղակի կազմակերպություն չի, սովորական մի կազմակերպություն չի իր շեֆով։ Մենք այստեղ օրգանիզմ ենք Քրիստոս Հիսուս գլխով։ Մենք օրգանիզմ ենք իր մարմնի անդամները, մենք իր հոտն ենք նայել մեր հովիվնը, որը առաջնորդում է իր եկեղեցին։ Եվ այս 2000 տարի է, ոչ դժողքի, ոչ մի բան, ոչ մի դուռ, ոչ մի ամրություն, ոչ մի զորություն չեն կարողացել հաղթեն եկեղեցին։ Ով դուրս է եկել եկեղեցու դեմ, վերացել է, մահացել է, կործանվել է, դատապարտվել է, բայց Քրիստոսի եկեղեցին մնալու է, գիտեք ինչու, որովհետև իրանն է, մարդունը չի, Հիսուսինն է, և Հիսուսը պահելու է իր եկեղեցին միջև իր երկրորդ գալուստը, և այդ պահպանությունը տեղի է ունենում երրորդ անձի միջոցով, Սուրբ Հոգու միջոցով։ Լավ է ասում Պողոս առաքյալը, որ մեր մեջին ավելի զորավոր է, քան թե աշխարհի մեջինը։ Եվ մենք այո, մենք ստացել ենք սիրո, զորության եւ զգաստության հոգին։ Ոչ թե վախի հոգի, ոչ թե տարակուսանքի հոգի, այլ սիրո, զորության եւ զգաստության։ Դու չես կարող ոչինչ չանել, կամ գործելու ես մարմնի համար, կամ մարմնի դեմ։ Ընտրությունը քոնն է։ Հիմա ինչ ենք որոշել մենք սերներ։ Գործելու ենք մարմնի համար։ Այո։ Մարմնի դեմ չեն գործելու Քրիստոսի, այլ մարմնի համար։ Մի հրաշալի բանի մասին էլ եմ ուզում խոսել սերներ եւ մենք կանգնենք իրար հետ միասին աղոթելու եւ երկրպագելու Տիրոջը։ Երբ արդեն եկեղեցում ենք, վերստին ծնված, հիանալի բան է տեղի ունենում։ Հիսուսը մեզ մկրտում է Սուրբ Հոգով, կամ ինչպես գրված է Ավետարանի մեջ, տալիս է մեզ հոգին, մեզ ընկղմելով նրա մեջ, որպիսի ես լիարժեք հոգևոր աճ ունենամ, զորություն, զգաստություն ու սեր, Աստծո բնակությունն էլ տեղի է ունենում մարդու մեջ Սուրբ Հոգու մկրտությամբ։ Հիմա տեսեք, հետաքրքիր բան, հիշենք Հովհաննես մկրտչի վկայությունը։ Ինչ ասեց Հովհաննեսը։
Հովհաննեսն ասաց, ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից հետո եկողը նա ավելի զորավոր է եւ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով։ Ով է Սուրբ Հոգով մկրտողը? Հիսուսը։ Եթե Սուրբ Հոգին մեզ վերցնում է ու դարձնում Քրիստոսի մարմնի անդամ, ապա Քրիստոսն էլ մեզ վերցնում եւ դնում է Սուրբ Հոգու մեջ կամ Սուրբ Հոգին հեղելով մեր կյանքի մեջ։ Ինչու? Որովհետև Աստված գիտի, որ մենք առանց նրա այս երկրի վրա չենք կարող հաղթահարել ու ապրել։ Առանց Սուրբ Հոգու մենք այս երկրի վրա տկար ենք։ Դրա համար էլ ասում է, երբ որ քո տկարության մեջ ինքը գիտի ինչպես աղոթի, ինչպես քեզ օգնի, ինչպես քեզ առաջնորդի, քո տկարության մեջ։ Կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը, ասեմ, այո։ Ովքեր չեն լսել Սուրբ Հոգու մկրտության մասին։ Կան այստեղ մարդիկ, ովքեր չեն լսել Սուրբ Հոգու մկրտության մասին։ Լավ, ուրիշ հարց տամ։ Կան մարդիկ այստեղ, ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով։ Տեր օրհնի ձեր անկեղծության համար։ Լավ, ինչ պիտի անեմ ես, որ Հիսուսը ինձ մկրտի, չէ՞, հարց։ Ինչ պիտի անեմ։ Կամ ում է Սուրբ Հոգով մկրտում Հիսուսը։ Ծանոթներին մենակ, մոտիկներին։ Սուրբ խոսքի մեջ գրված տեղեր կան, ում է Սուրբ Հոգով մկրտում։ Եթե քո կյանքի մեջ դեռ սրանք չկան, ապա շտկի եւ իմացի, որ ինքը Սուրբ Հոգով քեզ մկրտելու է։ Հիմա տեսեք։ Հովհաննեսի ավետարան 7-րդ գլուխ 37 խոսքի մեջ տոնի վերջի մեծ օրը Հիսուսը կանգնած աղաղակում էր ու ասում էր. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Եվ նա այս ասած նկատի ունենալով հոգուն, որ ընդունելու էին նրան հավատացողները, որտև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Շատ պարզ այստեղ մի մարգարեություն է տեղի ունենում, որ Հիսուսը իր կյանքի ընթացքում ասում է, որ պետք է գաք, խմեք, որովհետև Սուրբ Հոգին պիտի գա մարդու կյանքի մեջ եւ աղբյուր դառնա մարդու ներսը։ Բխող գետերով լեցուն աղբյուր։ Եվ սա այս մարգարեությունը տեղի ունեցավ 50-րդ օրը, երբ որ Սուրբ Հոգին հեղվեց աշակերտների վրա։ Հուդա 20-ում ասում է, դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր Սուրբ հավատքի վրա կառուցեք Սուրբ Հոգով աղոթելով։ Այսինքն նշանակում է մկրտությունը Սուրբ Հոգու մեր կյանքի մեջ կարևոր է, որովհետև մենք Սուրբ Հոգով մկրտվելուց հետո սկսում ենք Սուրբ Հոգով աղոթելով մեր անձերը կառուցել, շինել ամենասուրբ հավատքի վրա։ Դու լավ հավատք ունես, բայց դու պետք է աճես, դու պետք է կառուցվես, դու պետք է Հիսուս Քրիստոսի հասակին հասնես, եւ դրա համար քեզ պետք է վերից զորություն։ Գիտեք, արդեն առաքյալները, որ հավաքվել էին ու աղոթում էին, արդեն եկեղեցին կար։ Որովհետև Հիսուսը հարությունից հետո, որ փառավորված էր արդեն, հարությունից հետո փչեց նրանց վրա ու ասեց. «Առեք Սուրբ Հոգին եւ սպասեք միջև վերից զորություն ստանաք, որպեսզի կարողանաք վկա լինել այս աշխարհի մեջ»։ Սուրբ Հոգու մկրտությունը կարևոր է, սիրելիներ, մեր հոգևոր աճի համար։ Կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը մեր իրար հետ փոխհարաբերության համար։ Կարևոր է Սուրբ Հոգու մկրտությունը նրան ճանաչողության համար։ Եթե Հիսուսն ասում էր Սուրբ Հոգին ձեզ հետ կլինի, այո, Սուրբ Հոգին իջավ նրանց հետ լինելու եկեղեցում, բայց սրանով չսահմանափակվեց, նա նաև ձեր մեջ կլինի։
կգա ձեր հոգուն վկայություն տալու, որ դուք Աստծո որդիներ եք։ Լավ, ում է տալիս Աստված Սուրբ Հոգին։ Նորից անդրադառնանք Հիսուսի խոսքին, որը գրված է Ղուկաս ավետարան 11:13-ում։ Արդ եթե դուք որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանց, էլ որքան ավելի երկնավոր հայրը Սուրբ Հոգի կտա նրանց, որ ուզում են նրանից։ Ուրեմն նշանակում է առաջի պայմանը ինչն է? Խնդրելը, ուզելը։ Ովքեր չունեն, ուզեք, խնդրեք։ Ասեմ ձեզ, այդ դեպքից հետո, որ տենց իմացա, որ Աստված կարա պարգև տա ինձ, սկսեցի այդ դեպքից հետո ասել, Տեր, եթե ես տղուն տվիր, ինձ էլ կտաս։ Ու սկսեցի տենց ցանկությամբ աղոթել։ Աղոթում եմ, չունեմ։ Մարդիկ գալի ասում են, ես մկրտվեցի, ես լցվեցի, ես զորացա, ես օտար լեզուներով խոսում եմ։ Նախանձում էի։ Ասում ինչի Տեր, իրանց տալիս ես, ինչ չես տալիս։ Մի օր մկրտական մի ընկեր ունեի, իրար հետ միասին մկրտական եկեղեցուց էր, իր հետ միասին աշխատում էինք բարեգործական, տենց միավորում էր կաթի փոշի բան, էինք ժողովրդին բաժանում է տարիներին, խոսքով հրավիրեցի, ասեցի, արի մեր մոտ հավաքույթի, ասեց կգամ մեծ սիրով։ Ուրեմն այդ օրը եկավ, Փարոսի անտառում ենք հավաքված, տենց աղոթք ենք անում, եկավ սենց իրար կողք կանգնած էինք։ Մեկ էլ էս տղեն այցելություն ապրեց Աստծո կողմից։ Սուրբ Հոգով մկրտվեց, հիմա այնքան զորավոր էր ներկայությունը, որ ասենց իրան գրկել եմ, այդ ջերմությունը ես էլ եմ զգում։ Բայց ես էլ չունեմ։ Քիչ էր մնում այդ տղուն թողեի ընկներ։ Ասե Տեր Աստված, չհասկացա, իրեն տալիս ես ինձ ի՞նչ ես տալ, ինչի։ Ես եմ հրավիրել ես տղուն եկել։ Ես չգիտեի, որ Աստված լավագույնը ունի իմ համար պատրաստած։ Այդ որ ես դες ասում եմ, որ առաջի անգամ լսեցի Սուրբ Հոգու մասին, դա հունվարի 22-ն էր, 92 թվականի։ Բայց ես մկրտվեցի 92 թվականի հոկտեմբերի 6-ին։ Տեսեք, համարյա 9 ամիս ես փափագում ու աղոթում էի, ասում էի Տեր, կարևոր է դա, ես ուզում եմ ունենամ դա։ Հետո որ ինչքան կարդում ես Սուրբ գրքի մեջ ու տեսնում ես, որ դա առաքյալների համար կարևոր էր, դա հետո աշակերտների համար կարևոր էր, որ դրա կարևորության մասին գրված է Սուրբ գրքի մեջ, ասում ես, ինչու ես էլ չունենամ, ես էլ մասնակից չլինեմ, իմ կյանքի մեջ էլ դա իրական չլինի։ Ուզում եմ ասեմ, սիրելիներ, այն ինչ որ արդիական ու կենթանի է եղել առաքյալների ժամանակ, այսօր մեզ համարել է իրական, արդիական ու կենթանի։ Եթե առաքյալների ժամանակ նրանք մկրտվել են Սուրբ Հոգով, կնքվել են, լցվել են, օտար լեզուներով խոսացել են, այսօր մեզ համարել է իրական։ Եվ դու էլ կարող ես այսօր լցվես, խնդրի նրան, որովհետև ասում են ինչքան էլ մարդիկ չար են, իրանց երեխեքին լավ բաներ են տալիս, որքան ավելի բարի հայրը, երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա խնդրողին։ Ուրեմն նշանակում է խնդրի իրան։ Առաջի քայլը խնդրի։ Երկրորդը Գործք Առաքելոց 10:44 խոսքը ընդունողներին եւ հավատացողներին համար է։ Պետրոսը դեռ այս բանը խոսելիս Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա։ Եթե մենք խոսքը լսում ենք, ընդունում ենք ու հավատում ենք, ուրեմն նշանակում է այս պարգևը քո համար է։ Եթե դու խոսքը լսում ես, ընդունում ես եւ հավատում ես։ Եվ երրորդ տեղ ուզում եմ կարդալ Գործք Առաքելոց 5:32 Եվ մենք նրա վկաներն ենք այս բանի համար եւ Սուրբ Հոգին էլ, որ Աստված իրեն հնազանդվողներին տվեց։ Ում է տալիս Սուրբ Հոգին? Հնազանդվողներին։ Այո, Տեր, ես ուզում եմ հնազանդվել քեզ։ Եթե դու ասել ես, որ 6 օր քո համար աշխատիր եւ 7-րդ օրը իմ առաջ ներկայացի, ես հնազանդվում եմ քեզ, գալիս եմ քո տուն։
Ես հնազանդվում եմ քո խոսքին, որ դու ասում ես, փնտրի իմ երեսը։ Ես էլ ամեն օր աղոթում եմ ու փնտրում եմ քո երեսը։ Կարդում եմ քո խոսքը, հետևում եմ քեզ։ Ես ուզում եմ հնազանդ լինեմ քեզ, որովհետև դու քեզ հնազանդ լինողներին ես տալիս Սուրբ Հոգին։ Ես հավատում եմ, սերլիներ, ինչու եմ հավատում եւ ավելի համոզված եմ սրանում, որովհետև արդեն 30 տարուց ավել է ես մկրտված եմ Սուրբ Հոգով։ Ես կնքված եմ նրա հոգով։ Եվ այդ կնիքը դա փրկության գրավականն է։ Այդ կնիքը, երբ որ նա եկավ, ինձ տանելու գրավականն է։ Սուրբ Հոգին իմ մեջ այս տարիների ընթացքում շատ աշխատանք է տարել։ Եվ որը տրտմած ես ու կողքդ ոչ ոք չկա։ Եվ դու լսում ես, թե ինչքան մեղմ նա քո հետ խոսում է, չվհատվես։ Համարձակ եղիր։ Քաջ եղիր։ Եվ շարունակում ու ասում է, որ մենք հաղորդ պիտի լինենք Սուրբ Հոգուն եւ լեցվենք նրանից։ Որովհետեւ եթե դու այսօր տեսնում ես քո համբերությունը պակաս, դու կարիք ունես նրա հետ հաղորդակցվելու եւ լեցվելու նրանով։ Եթե տեսնում ես ուրախությունդ պակասել է, կարիք ունես նրա հետ հաղորդակցվելու եւ լեցվելու նրանով։ Լավ, որտեղ ես փնտրում քո ուրախության աղբյուրը։ Ինչի մեջ ես փնտրում քո ուրախության աղբյուրը։ Ասեմ ձեզ, հավատացյալ ժողովուրդ, մեր ուրախության աղբյուրը Սուրբ Հոգու մեջ է։ Մեր ուրախության աղբյուրը Հիսուս Քրիստոսի փրկության, Հիսուս Քրիստոսի անձի մեջ է։ Մեր փրկության աղբյուրը Աստծուն պաշտելու, երկրպագելու մեջ է։ Եթե մենք ուզում ենք խաղաղությամբ, ուրախությամբ լեցվենք, մենք իրա մոտ պետք է գանք։ Ոչ թե գնաս խմիշկի մոտ, ոչ թե գնաս ուրիշ բաների մոտ, ուրիշ զվարճությունների, որ քո ներսի այդ դատարկությունը լեցնես կամ տխրությունը փոխես ուրախության։ Մեր այսօրվա գործը նրա առաջ գալն է, խոնարհվել, երկրպագել նրա առաջ եւ լեցվել նրանով։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Չեմ ուզում շարունակեմ, ես ուզում եմ ավելի շատ սերներ, այսօր մենք աղոթենք ու երկրպագենք իրան։ Որովհետև երբ որ դու քո դժվարության մեջ երկրպագում ու աղոթում ես նրան, հաճելի է Աստծուն, որ տեսնի իրեն հավատացյալ ժողովուրդը ոչ թե տրտնջում են, այլ գոհանում են։ Որ իրեն հավատացյալ ժողովուրդը, որ հավատում են իրան, փափագում են Սուրբ Հոգուն, փափագում են ունենալուն։ Փափագել բառը մենակ կարա հասկանա այն մարդը, ով որ խորը ծարավ է ունեցե ու կողքը ջուր չկա։ Չէ՞։ Հասկանաք ինչ է նշանակում փափագել, երբ որ այս շրթունքները չորանում են ու դու ման ես գալի մի կաթիլ ջուր գտնելու, այդի փափագն է։ Ինչպես եղջերուն է ջրի վտակներին փափագում, այնպես էլ իմ անձս քեզ ով Տեր։